Բարև ձեզ։ 2026 թվականը դեռ նոր է սկսվել, բայց Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ իրավական օրակարգերը բավական հագեցած են, բավական ծանրաբեռնված եւ կարելի ասել իրենք են իրենց տեմպը թելադրում ինստիտուտներին։ Այսօր խոսելու ենք արդարադատության համակարգի, ավելի ճիշտ արդարադատության նախարարության համակարգման ոլորտում բարեփոխումների մասին, փորձելու ենք հասկանալ, թե ինչ ունեինք 2025 թվականին եւ ինչ սպասել 2026-ին։ Դարապես 2025 թվականը արդարադատության նախարարության համար կարելի ասել եւ բարեփոխումների եւ պատասխանատվության տարի էր, նոր սահմանադրության մշակում, դատական համակարգի ինստիտուցիոնալ ամրացում, հակակոռուպցիոն նոր գործիքներ, օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացում եւ այլն եւ այլն, եւ այս ցուցակը կարելի է շարունակել, բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես են այս բարեփոխումները հասնում հասցեատիրոջը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ինչպես է քաղաքացին զգում այդ բարեփոխումների ազդեցությունը իր կյանքում, իր առօրյայում, արդյոք քաղաքացին զգում է, որ պետությունը իր համար կառուցում է ավելի կանխատեսելի, իրավական առումով ավելի պաշտպանված միջավայր։ Արդյոք պետությունը մոտենում է արդարության եւ արդարադատության մասին հանրային պատկերացումներին եւ սպասումներին։ Եվ ի վերջո ինչպիսի պետություն ենք մենք կառուցում նոր սահմանադրությամբ։ Այս հարցերի մասին ենք մոտավորապես խոսելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն է, բարև ձեզ, տիկին նախարար։ Տոներն անցել են մի փոքր ուշացումով, թույլ տվեք շնորհավորել ձեր անցած տոները եւ անցնենք մեր օրակարգին։ Ես մոտավորապես ուրվագծեցի այն հարցերը, թեմաները, որոնց շուրջ պատրաստվում եմ զրուցել, ձեզ հետ առաջիկա 30 րոպեների ընթացքում, բայց ուզում եմ սկսել միջազգային ամենաթարմ օրակարգերից։ Ես ճիշտն ասած վստահ չեմ, որ այդ օրակարգերը ուղիղ կամ անուղղակի առնչվում են ձեր նախարարությանը, ձեր գործառույթներին։ Եթե չեն առնչվում, կասեք արագ առաջ կանցնենք, եթե առնչվում են, քննարկենք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ սկսեց ստորագրեց TRIP-ի վերաբերյալ հայտարարությունը։ Հարցն այն է, թե այստեղ մենք ունենք իրավական ապահովման խնդիր եւ եթե ունենք, ապա ինչ դերակատարություն ունի ձեր նախարարությունը։ Շնորհակալություն եւ շնորհավորանքի եւ հարցադրումներում ձեր շեշտադրումների համար հաջորդիվ կանդրադառնամ ավելի մանրամասն թե ինչի մասն է խոսքը։ Ինչ վերաբերում է TRIP-ի հայտարարությանը, նախ նշեմ, որ ստորագրվել է ոչ թե հայտարարություն, այլ TRIP ծրագրի իրականացման շրջանակը, որը ներառում է բազմաթիվ գործողությունների իրականացում, այդ թվում TRIP-ի զարգացման պատասխանատու կազմակերպության ստեղծման process-ն է նկարագրված, որը պետք է հիմնադրվի Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում մասնակցությունների չափը այդ շրջանակի մեջ եւս նշված է պետությունների, Հայաստանի եւ Ամերիկայի 26 եւ 74% համամասնություն է նախատեսված։ Իրավական տեսանկյունից նշեմ, որ իրավական պարտադիր ուժ չունի այս շրջանակը եւ սա առավելապես քաղաքական հանձնառություն է, որը իրականում կարևոր է պետությունների հանձնառությունները ստանձնելու, ցանկությունները արտահայտելու եւ դրանք համատեղելու տեսանկյունից, այսինքն բարձր մակարդակով արված քաղաքական հայտարարություն կամ ստանձնած հանձնառություն է, որը հետագայում իրավական ձևակերպումներ է ունենալու մի շարք փաստաթղթերում։ Այսինքն կլինեն եւ երկկողմ պայմանագրեր եւ գուցե որոշ դեպքերում բազմակողմ պայմանագրեր, որոնք այլևս կունենան իրավաբանական ուժ եւ կկարգավորեն բոլոր process-ները, բայց մի բան պարզ եւ հստակ է, որ մենք ունենք բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մեզ ժամանակին ուղղվել են, այդ թվում եւ արդարադատության նախարարությանը, թե արդյոք TRIP-ի հռչակագրով օգոստոսի 8-ի վտանգի տակ չի դրվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ այլն, եւ այդ բոլոր հարցերի պատասխանը մեզ համար դրական է եւ պատասխանը ոչն է, այսինքն բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը եւ իրավազորությունը բոլոր տեսակի հարցերում։ Դե հասկանալի այդ շրջանակի կամ ինչպես ես նշեցի շրջանակի մասին հայտարարության մեջ բոլոր բարբերություններում կարծես նշվում է շեշտադրվում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը եւ այլն եւ այլն։ Հարցն այն է, թե մենք որպես պետություն մեր իրավական համակարգը պատրաստ է սպասարկել նման կարգի միջազգային
պայմանավորվածություններ եւ պայմանագրեր, որոնք առաջիկայում պիտի լինեն։ Մենք բազիսը իրավական ունենք եւ փորձ ունենք նաեւ միջազգային իրավական համագործակցության, ունենք բազմաթիվ երկկողմ պայմանագրեր, որոնք այս պահին հաջողությամբ գործում են եւ կարծում եմ որևէ խոչընդոտ առկա չէ, որպեսզի իրավական ապահովման տեսանկյունից մենք կարողանանք լավագույնն անել, ապահովելու համար անխոչընդոտ ընթացքը բոլոր ծրագրերի իրավական տեսանկյունից։ Շատ լավ, շատ չխորանանք իրավական մասով այսքանը եւ միջազգային ընդհանրակարգի հաջորդ հարցը գերիների ազատ արձակումն էր, հայ գերիների բոլորս ուրախացանք, ողջավորվեցինք եւ այլն, դուք ինչպես եք գնահատում կամ ինչպես եք դիտարկում սա միջազգային հումանիտար իրավունքի դիրքերից։ Այստեղ քաղաքական երկխոսությունը խիստ շահկապված է միջազգային իրավունքի հետ եւ երբեմն մենք նույնիսկ լինում են իրավիճակներ, երբ չեն կարող մաքուր առումով խոսել միջազգային իրավունքի նորմերի կիրառումից եւ կարծում եմ մի բան պարզ է եւ ակնհայտ, որ սա տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Ըստ էության շատ մեծ քաղաքական աշխատանքի, այսպես կասեմ, որի արդյունքում հումանիտար հարց է լուծվել։ Շատ լավ, քիչ առաջ խոսում էինք մենք միջազգային պայմանավորվածությունների, պայմանագրերի կատարման եւ դրա համար իրավական հիմք ունենալու մասին, հասկանալի է, որովհետեւ պետության իրավական հիմքերի հիմքը սահմանադրությունն է եւ անցած տարի ես հետեւել եմ, որ սահմանադրական փոփոխությունների, ասեմ թե նոր սահմանադրության մշակման ավելի ճիշտ աշխատանքներ ընթանում էին, հիմա ինչ փուլում ենք, ուր ենք հասել, աշխատանքի մոտավորապես որ տոկոսն է կատարված, որը դեռ պիտի կատարվի եւ մոտավորապես երբ կավարտվեն այդ աշխատանքները։ Նախ սկսեմ նրանից, որ խոսքը նոր սահմանադրություն մշակելու մասին է եւ ոչ թե սահմանադրական փոփոխությունների փաթեթի։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախորդ տարվա ընթացքում մի քանի նիստեր է հրավիրել եւ առաջընթացը այն կետում է երևում, որ մի շարք հարցեր քննարկվել, քվեարկվել եւ հաստատվել են բարեփոխումների խորհրդի կողմից։ Տոկոսային առումով, եթե հարցը դիտարկենք այն տեսանկյունից, թե աշխատանքի որքան տոկոսն է արժանացել խորհրդի համաձայնությանը, փոքր տոկոսի մասին է խոսքը, երկնիշ թվի մասին փոքր 10% գուցե որ տոկոսային ավելի փոքր արտահայտություն ունեցող թվի մասին է խոսքը, բայց աշխատանքի ծավալի տեսանկյունից, եթե հաշվի առնենք, թե որքան է գրվել եւ որքան փոփոխություններ են տեղի ունեցել եւ ինչքան փորձ է ուսումնասիրվել միջազգային տարբեր երկրների, ես կասեմ այս պայդրությամբ նախարարությունը մեր պատկերացրած աշխատանքի 70%-ը ըստ էության կատարել է։ Մենք ունենք հստակ ժամկետներ, որոնք բազմաթիվ անգամներ շեշտադրվել են, խոսքը մարտ ամսվա մասին է եւ մենք խոստացել ենք, որ մարտ ամսին մեզ մոտ պատրաստ կլինի սահմանադրության տեքստն ամբողջովին, այսինքն մենք ունենանք ըստ էության օրենքի նախագծի, այս դեպքում սահմանադրության նախագծի տրամաբանությամբ պատրաստի տեքստ։ Եթե մենք խոսում ենք նոր սահմանադրության մասին, սա նշանակում է արմատական փոփոխություն, թե գործող սահմանադրության բարելավում։ Սա նշանակում է առաջին հերթին, որ պետք է մենք ստեղծենք նախադրյալներ, որպեսզի ամրապնդենք ժողովրդի եւ սահմանադրության միջև կապը, այսինքն ժողովուրդը պետք է ի վերջո ինքը որոշում կայացնի ունենալ սահմանադրություն, թե ոչ եւ ինչպիսի սահմանադրություն ունենալ եւ մեր պատկերացմամբ այս քայլով ամրապնդվելու է ամբողջ պետական ապարատի եւ նաեւ դատական իշխանության լեգիտիմությունը։ Ինչ վերաբերում է տարբերությունների քանակին, ես պետք է նշեմ, որ սահմանադրության մեջ կան այնպիսի նորմեր, որոնք իրենց բովանդակությամբ անփոփոխելի են։ Ինչու, որովհետև դրանք հորինված չեն միայն հայ ժողովրդի կողմից կամ հայ օրենսդրի կողմից, այլ դրանք բխում են միջազգային իրավական նորմերից, խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին, խոսքը վերաբերում է ժողովրդավարական սկզբունքներին եւ այս սկզբունքներն արտացոլող բազմաթիվ կարգավորումներին, որոնք այսօր կան մեր սահմանադրության մեջ եւ այդ մասով բովանդակային փոփոխություններ անել
չենք ցանկանում, որովհետև շեղում այն սկզբունքներից, որոնք որ որդեգրվել են, ժողովրդավարությունը, իրավակարգի ամրապնդումը, իրավականությունը մեր պետության մարդու իրավունքները եւ ազատությունները, մենք դրանցից որևէ շեղում թույլ տալ չենք կարող, հակառակը կարող ենք ամրապնդել դրանք։ Եվ մեր փոփոխությունները միտված են այդ իրավունքները ըստ էության ամրապնդելուն եւ նաեւ շատ կարեւոր է որ մեր առաջարկները հիմնականում միտված են իշխանության թևերի միջև ճիշտ բալանս ապահովելուն։ Այսինքն մենք փորձում ենք սկսած ընտրակարգից փոփոխել նորմերը կամ ստեղծել այնպիսի նորմեր, որ մենք կարողանանք ժողովրդավարության սկզբունքները շատ ավելի ճիշտ կերպով իրացվելի համարել նոր սահմանադրության համատեքստում։ Ես որ ասում եի, թե ինչ կարգի փոփոխություն, արմատական թե պարզապես բարելավում, իհարկե հասկանալի է, որ մեր սահմանադրությունը եւ ոչ միայն մեր սահմանադրությունը, ընդհանրապես սահմանադրությունները ունենում են անփոփոխելի հոդվածներ, հարցս վերաբերում է նրան, թե ինչ կարգի փոփոխություններ, ասենք, չգիտեմ, արմատական կառավարման համակարգի, թե պարզապես բարելավում են խորհրդարանական, այս կարգի արմատականի մասին էր խոսքը, բայց ինչքան ես ենթադրում եմ, կառավարման համակարգը չենք փոփոխում, որովհետև պարլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումներից է դեռևս։ Հասկանալի։ Բայց մի շարք այլ փոփոխություններ իհարկե նախատեսում ենք, այդ թվում նախագահի լիազորությունների շրջանակի ընդարձակում, պարլամենտի լիազորությունների շրջանակի ընդարձակում, պարլամենտին հնարավորություն է տրվելու ինչ որ առումով մասնակցություն ունենալ գործադիր իշխանության ձևավորման, այսինքն նախարարների, փոխվարչապետերի ընտրությանը եւ այլն։ Այսինքն ձեր ասած փոխզսպումների մեխանիզմի մասին է, իսկ ունենք երաշխիքներ, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունը չի դառնա իշխանության քաղաքական գործիք կամ արդի հայերենով ասած կոստյում։ Մենք ընդհանրապես չենք էլ մտածել այդ տրամաբանության մասին, մեր աշխատանքները կազմակերպվում են հետևյալ եղանակով, ունենալ հիմնարար սկզբունքներ, դրանք տեղայնացնել սահմանադրության մեջ եւ process-ը կազմակերպել հնարավոր ամենաներառական ձևաչափով, որպեսզի եւ քաղաքասարակության ներկայացուցիչները եւ ընդդիմության ներկայացուցիչները կարողանան հնարավորություն ունենալ ընդգրկվել աշխատանքների իրականացմանը եւ հետո մենք ունենալու ենք շատ լայն հանրային քննարկումներ, որպեսզի հանրությունը ծանոթ լինի տեքստին ու խոսքը նրա մասին չի, որ տեքստուալ ցանկացած ձևակերպման հետ կապված յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա սեփական պատկերացումը, խոսքը նրա մասին է, որ բովանդակության եւ բնույթի հետ կապված հստակ պատկերացում պետք է ունենա քաղաքացին եւ գիտակցված ընտրություն կատարի։ Եվ սա է, որ բերելու է ամբողջ պետական ապարատի եւ կրկնում դատական իշխանության ձևավորման լեգիտիմություն։ Այդ պրոցեդուրները, այդ գործընթացները նախընթաց տարիներին էլ եղել են ամեն անգամ, երբ 10 տարին մեկ սահմանադրություն ենք, չէ՞ փոխում, այդպիսի խասյաթ ունենք։ Այդ քննարկումները ներկայացնելը, բայց ի վերջո, ասենք հանրային ընկալման մեջ դաջվեց, որ սահմանադրությունը մի կոստյում էր իշխանության հակով կարված։ Հարցս դրա մասին էր, մենք ունենք երաշխիքներ կամ կարող ենք ապացուցել, որ դա չէ։ Սահմանադրությունը հենց ինքն իր մեջ պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք ամրապնդում են սահմանադրության եւ ժողովրդի անկախտելի կապը եւ հիմնավորում են որոշակի կոնկրետ գործընթացներին միայն ժողովրդի մասնակցությունը, այսինքն ժողովրդի կամքի արտահայտումն է ըստ էության սահմանադրությունն ամբողջությամբ եւ ես հեռու եմ այն մտքից, որ մենք կարող ենք ունենալ ապագայում այնպիսի սահմանադրություն, որը որևէ իշխանության հակով լինի։ Մեր արժեվ դրված խնդիրը իրականում հենց դա է, որ ունենանք այնպիսի սահմանադրություն, որ իշխանությունները կարող են փոփոխվել, որ որևէ իշխանություն դա չկարողանա օգտագործել որպես, ինչպես դուք եք նշում, սեփական կոստյում։ Իսկ մեր ցանկալի արդյունքը իրականում այս process-ից հենց դա է։ Եվ նաև նախադրյալներն են շատ կարևոր այն առումով, թե ինչպիսի ընտրություններ կարող են մեր երկրում անցկացվել։ Այսինքն ընտրություններ կարող են լինել իրապես ազատ եւ արդար, թե ոչ։ Բարեբախտաբար նախորդիվ արդեն այդպիսի ընտրությունների փորձ ունեցել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հանրաքվեն լինի եւս ազատ եւ արդար։ Շատ լավ, հիմքերի հիմքը սահմանադրությունը աշխատում է այդ թվում նաև դատական համակարգի միջոցով, հա։ Դատական համակարգում անցած տարի ինչ ունեինք, այս տարի ինչ սպասենք եւ
դատական գործընթացներ, դրանց քանակ, արդյունավետություն, արդար դատական իրավունքի իրացում, ժամկետներ եւ այլն։ Այսպես ես մեկ փաթեթի մեջ դրեցի, բայց կարող եք առանձին անդրադառնալ փոքր դատարից հետո։ Կվերադառնանք վարքյանն իրանց։ Իշոս եմ սա ազատ զրույց-ֆրինյուզի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի արդարադատության նախարար Սրփու Իկալյանի հետ, տիկին նախարար, մենք հասանք դատական համակարգին, այստեղ ինչ ունենք, տեսանելի առաջընթաց կամ չափելի առաջընթաց ունենք թե չէ, որոնք են դրանք եւ այն հարցերը, որոնք ես մեկ փաթեթի մեջ, մեկ զամբյուղի մեջ ներկայացրի։ Մենք լավ նորություններ ունենք դատական իշխանության բարեփոխումների համատեքստում այն առումով, որ փորձել ենք նախորդ տարվա ընթացքում հեշտացնել եւ մեր քաղաքացիների եւ դատական իշխանության ներկայացուցիչների կյանքը։ Առաջին հերթին ուզում եմ նշել վարչական դատավարության էլեկտրոնային գործիքի գործարկումը, ինչը նշանակում է, որ այս տարվա, նախորդ տարվա արդեն հուլիսից դատական հայցերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով եւ պետք է նշեմ, որ արձագանքները համակարգի վերաբերյալ բավական դրական են։ Մյուս բոլոր նախաձեռնությունները այո, իհարկե մենք մեկ հնարավորություն բաց ենք թողել դեռ այն ֆիզիկական անձանց համար, որոնք իրենք ցանկանում են սեփական հնարավորություններով եւ անձամբ պաշտպանել իրենց իրավունքները եւ ոչ մասնագետ փաստաբանի միջոցով, բայց ամեն դեպքում, եթե մասնավոր ֆիզիկական անձը մեկ անգամ մոտ գործի համակարգ, այնուհետեւ պարտավոր է լինելու մյուս բոլոր հայցերը ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։ Մենք ունենք թվայնացված նաեւ քաղաքացիական դատավարության համակարգը, որը գործում է եւ շարունակաբար բարելավում է, մենք խնդիրները վեր ենք հանում եւ փաստաբանների կողմից ներկայացված եւ դատական իշխանության գործընկերների կողմից ներկայացված եւ փորձում ենք տեխնիկական աշխատանք կատարող մասնագետների օգնությամբ դրանք շտկել պարբերաբար։ Շուտով առաջիկա 3 ամիսների ընթացքում նախատեսում ենք, որ պետք է գործարկվի սնանկության էլեկտրոնային համակարգը եւ այնուհետեւ մեր ուժերը կենտրոնացնելու ենք քրեական դատավարության էլեկտրոնային գործիքի ստեղծման ուղղությամբ, փորձելով փակել ամբողջական շրջանակը թվայնացման, որը վերաբերում է մեր դատական իշխանությանը։ Ընդ որում այս շղթայում լուծելու ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են գործերի մակագրմանը, դատավորների ծանրաբեռնվածության որոշմանը, նրանց կողմից իրականացվող գործողությունների թափանցիկությանը, մասնավորապես նիստերի հրավիրմանը եւ այլն եւ այլն։ Սրանք իրականում ժամանակը խնայող գործիքներ են մեր պատկերացման, բայց մենք միայն թվայնացման օրակարգը չի, որ ունենք այս իշխանության, դատական իշխանության բարեփոխումների համատեքստում, դուք ձեր խոսքում շեշտադրեցիք կանխատեսելիության գաղափարը, որ ժողովրդի համար ամեն ինչ պետք է լինի կանխատեսելի, մենք եւս այդ կարծիքին ենք, եւ ամենամեծ խնդիրը, որ վեր ենք հանել, դա ողջամիտ ժամկետներում գործերի քննության խնդիրն է։ Հիմա շատ ցկցկվում է։ Եվ եկել ենք շատ ռադիկալ որոշման, օրենքում սահմանել հստակ ժամկետներ բոլոր դատավարությունների համար, որպեսզի եւ քաղաքացիների համար կանխատեսելի լինի, թե իրենց գործը ինչ ժամկետում պետք է քննի դատավորը, եւ դատավորը հաստատապես իմանա, որ կա օրենքով սահմանված հստակ ժամկետ գործի քննության, կա հնարավորություն, օրինակ, մեկ անգամ երկարաձգելու այդ ժամկետը, բայց դա պետք է արվի ոչ թե ինքնըստինքյանալ պատճառաբանված որոշմամբ, եւ այլևս դատարանը զրկված է լինելու ըստ էության պատճառաբանելու չկատարելը համապատասխան գործողությունների կոնկրետ ժամկետում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան մի շարք դատավորներ, որոնք իրականում հասցնում են գործերը քննել ողջամիտ ժամկետում։ Ասել կուզեմ, որ այս առումով մենք նաև ստեղծում ենք ապագայի համար կարգապահությունը գնահատելու հիմք դատավորների եւ կարծում եմ, որ սա միակ լավ լուծումն է այն պայմաններում, որոնք այսօր առկա են։ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որն արվում է, մենք տեսել ենք, որ շատ գործեր երկար են տևում քննության տեսանկյունից, որովհետև գործի քննության ընթացքում փոխվում են տարբեր դատավորներ։ Եվ օրենսդրական որևէ կարգավորում չի եղել ժամանակին, որը կասեր, որ գործի քննությունը հնարավորություն կա շարունակել այն կետից, որում նախորդ դատավորը թողել եւ գնացել է։ Այսինքն ամեն անգամ գործի քննությունը սկսում է 0-ական կետից
եւ մենք որոշել ենք բոլոր դատավարություններում ունենալ այնպիսի կարգավորում, որը հնարավորություն կտա կողմերի համաձայնության պարագայում գործի քննությունը շարունակել այն կետից, որում թողել է նախորդ դատավորը։ Եվ մի շարք այլ նախագծեր, որոնք գալու են նաև ժամկետների պահպանումը ապահովելու, ծանուցումների վերաբերյալ նախագիծն է, որը ապահովելու է մեր երկրում էլեկտրոնային ծանուցումների համակարգը, սա շատ կարևոր է, ինչու եմ շեշտում, որովհետև մի շարք դատական գործերի պարագայում կողմերը չեն ներկայանում դատարան պատշաճ ծանուցված չլինելու պատճառով կամ դատական ակտերը հետո վիճարկվում են պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքով պայմանավորված, եւ այս նախագիծը, որի մասին խոսեցի, գալիս է ապահովելու ոչ միայն էլեկտրոնային ծանուցումը, այլ նաև այդ ծանուցման պատշաճ լինելը։ Իհարկե շատ երկար կարող եմ խոսել նախագծերի մասին, որոնք բավականին շատ են։ Հասկանալի է, դատական համակարգի անկախության մասով, դրա աստիճանը բարձրացնելու մասով ինչ ունենք։ Ձեզ գոհացնում է դատական համակարգի անկախության աստիճանը։ Կարծում եմ, որ դատական իշխանությունը եւ կազմակերպման եւ գործունեության տեսանկյունից հնարավոր առավելագույն չափով անկախ է եւ վերջերս միտք եմ արտահայտում, որի հետ այնքան էլ համաձայն չեն մեր դատավոր գործընկերները։ Ես ասում եմ, որ անկախությունով, այո, հասկացանք, բոլոր դատավորները անկախ են եւ դա սրբորեն պետք է պաշտպանել իրականում։ Ամեն կոնկրետ գործով դատավորը պետք է իրապես լինի անկախ։ Բայց մտածողության տեսանկյունից դատավորը չպետք է անկախ լինի պետության իրական խնդիրներից, չպետք է հեռու լինի ամբողջությամբ այն քաղաքականությունից, որ որդեգրել է պետությունը եւ որ շարժվում է առաջ։ Օրինակ, եթե մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք հանցավոր ենթամշակույթի դեմ եւ քրեական օրենսգիրքը նախատեսում է հոդվածներ դրա համար եւ այլն, այո, դատավորը պետք է քրեական ենթամշակույթ ունեցող ընկեր չունենա։ Առնվազն այո, եւ իհարկե պետք է շատ ավելի ողջամտորեն փորձի կիրառել այն օրենսդրական բազան, որը առկա է։ Իհարկե ես նաև հաջորդ կողմն եմ շեշտադրում մեր սլաքները շատ են ուղղվում դեպի դատավորները, ինչու մի պարզ պատճառաբանությամբ, որովհետև արդարադատության իրականացման վերջին օղակը իրենք են, բայց իրենք միակը չեն։ Եվ իրենց որոշումների բովանդակությունը մեծապես կախված է քննչական եւ դատախազական մարմինների գործունեությունից։ Եվ եթե մենք ներքևի օղակներում խնդրային գործողություններ ենք ունենում, որքան էլ որ օբյեկտիվ դիտորդի համար պարզ կամ ակնհայտ լինի, որ այս կամ այն մարդը պետք է պատասխանատվության ենթարկվեր, դատավորը այդ խնդիրների առկայության պայմաններում ուղղակի օբյեկտիվորեն չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը հանրության աչքերում արդար է։ Այստեղ հանրային վստահության Այո, եւ ստացվում է, որ դատավորը կայացնում է այնպիսի որոշում, որը սպասելի չէր հանրության համար, բայց եթե խորանանք, հիմքերում շատ հաճախ կտեսնենք սխալներ, որոնց պատճառով է դատավորը երբեմն այդպիսի որոշումներ կայացնում։ Ինչու եմ սա շեշտադրում, հիմնավորելու համար, որ ամեն ինչ չէ որ նախ պարզ է, ամեն ինչ չէ որ միակողմանի է, մեդալը միշտ երկու կողմ ունի եւ յուրաքանչյուր գործ ունի իր յուրահատկությունը եւ պետք չէ աներկբայորեն մեղադրել կողմերից որևէ մեկին, օրինակ դատավորներն են վատ, դատավորներն են մեղավոր կամ չգիտեմ, քննիչներն են վատ, քննիչներն են մեղավոր, ոչ, գոյություն ունեն համակարգային խնդիրներ, որոնք լուծելի են ժամանակի ընթացքում միայն պրոֆեսիոնալիզմի բարձրացման եւ բարեվարկության ամրապնդման միջոցով։ Ասենք առաջ, դատարանները աշխատեցին, ձեր ասած բարեփոխումները տեղի ունեցան, դատավորները վճիռները կարդացին, բայց այստեղ պատմությունը չի ավարտվում, գնում հասնում ենք քրեակատարողական հիմնարկներ, քիչ առաջ դուք խոսում եք քրեական ենթամշակույթից, քրեակատարողական հիմնարկներում ամենասուր հարցերը որոնք են։ Այս պահին չի ասի, որ շատ սուր հարցեր ունենք, ինչ որ պահին մեզ հանգստացնող էր կալանքների քանակական աճը, բայց վերջին թվական ցուցանիշներով 5 տարվա մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, որ դատապարտյալների թիվը ավելի մեծ է, վերջին տվյալներով 24 կամ 25-ով, քան կալանավորվածների թիվը, սա նշանակում է, որ այո, միանշանակ, որովհետև
տրամաբանորեն պետք է դատապարտյալների քանակը եւ ոչ միայն տրամաբանորեն, այլ միջազգային փորձ ուսումնասիրով էլ կարող ենք փաստել, որ դատապարտյալների քանակը միշտ ավելի մեծ պետք է լինի։ Սա խոսում է պետության process-ների սահունության եւ ժամանակին կատարվելու մասին։ Այսինքն ավելի արագ պետք է այդ դատական ակտերը ձեր կողմից նշված կարդացվեն, որպեսզի դատապարտյալների քանակական աճ ունենանք եւ ոչ թե կալանավորների։ Այնուամենայնիվ մենք ունենք կալանքը որպես ոչ թե խափանամիջոց, այլ պատիժ կիրառելու, այսպես։ Ես չեմ կարող նման հայտարարություն անել կամ նույնիսկ կարծիք հայտնել, ինչու, որովհետև մենք ընդհանրապես այդ խափանամիջոցը կատարող մարմին ենք։ Բայց մասնագիտական տեսանկյունից պետք է նշեմ, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանն ինքն է գնահատում, արդյոք այս կամ այն անձի նկատմամբ պետք է որպես խափանամիջոց կալանավորում նշանակել, թե ոչ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ մենք տնային կալանք խափանամիջոցը պետք է կատարենք 900-ից ավել շահառուներ ունենք։ Այսինքն այնպես չէ, որ բոլորի նկատմամբ մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, երբ ես մամուլը թերթում եմ, որ բոլորին կալանավորեցին, չէ, կալանավորումները շատ են, դրա մասին մենք էլ ենք խոսում, բայց մյուս խափանամիջոցներն էլ ըստեյության կիրառում եւ վարչական հսկողության խափանամիջոց եւ տնային կալանքը եւ այլն եւ խոսելով խնդիրների մասին առաջնահերթ պահման պայմանների հետ կապված խնդիրները կառանձնացնեմ Անցած տարի 100-ից ավել օբյեկտներ վերանորոգվել են մեր միջոցների հաշվին, ընդ որում այդ աշխատանքներին իրենց ցանկությամբ ներգրավել են նաև որոշ դատապարտյալներ, ինչը շատ ուրախալի փաստ է։ Հաջորդ տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքները մենք պետք է շարունակենք եւ իհարկե պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվելու նոր քրեակատարական հիմնարկ կառուցելու համատեքստում։ Այս պահին հստակ չեմ կարող ասել, բայց մի բան պարզ է, որ Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը սպառել է իրեն եւ մենք պետք է ունենանք փոխարինող տարբերակներ։ Առաջիկայում երևի մոտ 2 ամիսների ընթացքում պարզ կլինի, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում, բայց մեկ լավ նորություն էլ ունենք նախորդ տարվանից։ Բազմաթիվ անգամներ խոսվել է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարական հիմնարկը փակելու մասին 2017-18 թվականներից սկսած եւ անցած տարի մենք վերջապես փակեցինք այդ քրեակատարական հիմնարկը եւ Արմավիր քրեակատարական հիմնարկում առողջապահության նախարարության գործընկերների հետ բացվեց նոր ստացիոնար մասնաշենք, հագեցած բժշկական լավ որակի սարքավորումներով, դա բավական մեծ առաջընթաց է ոլորտում։ Պրոբացիոն ծառայությունը արդեն կայացած համակարգ է թե ձևավորման։ Պետք է հասկանանք, որ կողմից դիտարկենք։ Եթե ռեսուրսների բավարարության մասին ենք խոսում, ես միանշանակ կասեմ ոչ, որովհետև մենք տենդենս ենք տեսնում խափանամիջոցների աճի, բայց մեր ռեսուրսները շարունակում են մնալ նույնը։ Ամեն դեպքում էլեկտրոնային մոնիտորինգի գործիքի կիրառման տեսանկյունից բավականին լավ ձևավորված համակարգ ունենք, մենք այնտեղ ունենք ըստ էության ինֆորմացիոն կենտրոն, որի միջոցով կարողանում ենք հսկել այդ էլեկտրոնային գործիքների կիրառման ամբողջ ընթացքը, այդ առումով տեխնիկական հագեցվածություն ըստ էության առկա է։ Մյուս մասով կադրային ռեսուրսի եւ տեխնիկական այլ ռեսուրսների մասով կատարելագործման տեղ միշտ կա եւ այս հարցում մենք միշտ անկեղծ ենք առհասարակ բոլոր ոլորտներում եւ արդարադատության նախարարության բոլոր ենթակա մարմիններում այս տարվա սկզբին արդեն դրվել է հահանջ մասնագիտական պատրաստվածության բարձրացման մենք կատարելագործում ենք ատեստավորման համակարգերը եւ քրեակատարական ծառայությունում եւ պրոբացիայի ծառայությունում, քանի որ կառավարության որոշմամբ այդ ատեստավորումը պետք է բերի աշխատավարձի բարձրացման, մենք պետք է վստահ լինենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենում կատարողականի, լավ կատարողականի եւ մասնագիտական բարձր պատրաստվածության հիման վրա։ Աշխատավարձի խնդրին եւ պարգևաճարների խնդրին կանդրադառնանք մեկ հարց հետո, եւս մեկ հարց կապված հակակոռուպցիոն իրավիճակի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ հակակոռուպցիոն նոր մեխանիզմների մասին այստեղ ինչ իրավիճակ ունենք։ Մենք ունենք ռազմավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարի կամ հակակոռուպցիոն ռազմավարությունը իր մի շարք ծրագրերով ու բավականին քայլեր այստեղ էլ իրականացրել ենք։ Իրազեկման մեծ արշավ է իրականացվել նախորդ տարվա ընթացքում, հատկապես Ազդահարի ինստիտուտի հետ կապված։ Ունեցել ենք տարբեր մրցույթներ,
որից շրջանակներում դպրոցականները ներկայացրել են իրենց պատկերացումները կոռուպցիայի հետ կապված, դրա կանխարգելման հետ կապված, ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ փոփոխություններին, ես միշտ նշում եմ, որ 2018-ից ի վեր մեզ հաջողվել է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններ, դրանք իրենց տեղում են եւ հիմա կարիք ենք զգում դրանց ռեսուրսների բարելավման եւ կարողությունների շարունակական կատարելագործման։ Այդ առումով բավականին մեծ աշխատանք է իրականացվել, ինչ վերաբերում է նախագծերին, թե ինչ է փոխվել, շատ կարևոր նախաձեռնություն եմ համարում բարևարկության ստուգման վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակման պահանջ նախատեսող նախագիծը, սա մի բան է, որի մասին քաղաքասարակություններ շատ խոսում, ժողովրդին ավելի հասկանալի լեզվով փորձեմ նկարագրել, կան մեր երկրում որոշ պաշտոնյաներ կամ թեկնածուներ, որոնք պետք է դառնան ինչ-որ պաշտոնյա, օրինակ դատավոր, դատախազ քննիչ, սահմանադրական դատարանի դատավոր, բարձրագույն դատական խորհրդի անդամ եւ այլն, որոնք իրենց նշանակումից առաջ անցնում են բարևարկության վերաբերյալ ստուգում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ հանձնաժողովը տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություն, որը կարող է լինել կամ դրական կամ բացասական։ Այս նախագծով առաջարկվում է հրապարակել նշանակումից հետո եզրակացության եզրափակիչ մասը, նշելով դրական է դա, թե բացասական, որպեսզի հանրության առջև ապահովվի հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը process-ի, որ հանրությունը իմանա, քանի բացասական։ Ես չեմ բացառում, որ կարող է նշանակել, որովհետեւ կրկնում եմ, այդ եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի, գուցե կլինեն այնպիսի հիմնավորումներ, որոնք կհաղթահարեն այդ բացասականությունը նշանակողի համար եւ նշանակողը կստանձնի այն բեռը նաեւ հանրության ճնշման տեսանկյունից, որը կարող է արկա լինել բացասական եզրակացության պայմանավորված եւ կկատարի իր որոշումը ընտրությունը, բայց ամեն դեպքում այո ճիշտ նկատեցիք նաեւ զսպող նշանակությունն է նախագծի։ Հիմա կանք արդեն ծեր նախարարության ինստիտուցիոնալ կայունությանը ասեմ, ամրությանը ասեմ, կադրերին, քանակին, որակին, ատեստացիայի մասին խոսեցիք եւ այս համատեքստում աշխատավարձի խնդրին, հանրային այնպեսի նուրբ հարցի, ինչպեսին այդ ապարքեվաճարն էր, որ մինչեւ այսօր իսկապես հավատացեք, դա հանրային նուրբ այսպես զգայական թեմա է, ինչպես է ազդում հանրության մոտ արդարության վստահելիության այդ խնդիրների վրա։ Եթե կառավարության վերջին որոշումների համատեքստում է հարցը, ես մի քիչ ավելի խորքից պետք է գամ պատասխանելիս։ Հեղափոխությունից հետո ես շարունակաբար, քանի որ նաև զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, հիշում եմ, որ մենք անընդհատ փորձում ենք բարձրացնել տարբեր ոլորտի աշխատակիցների աշխատավարձը եւ չեմ հիշում մի դեպք, երբ այդ ցանկությունը հայտնելիս մի 1000 անգամ չմտածենք հանրության ընկալման եւ արձագանքի հետ կապված հարցի մասին։ Անձամբ իմ փորձից եմ ուզում խոսել 2020 թվականին, 19-20 թվականներին, օրինակ քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվեց 30%-ով, ընդ որում դա մեծ ջանքի արդյունք էր, կառավարությունում շատ մեծ քննարկումների հետևանք էր եւ այլն։ Նույն եղանակով բարձրացվեցին, արդեն իմ ավանդը այդտեղ չկար, մեր գործընկերները աշխատեցին, բարձրացրեցին զինծառայողների աշխատավարձը, բարձրացան մի շարք նմանատիպ ծառայություններ իրականացնող անձանց աշխատավարձերը, ընդ որում սրանք նոմինալ բարձրացման հետ կապված նախագծեր էին եւ չէին ենթադրում կատարողականի գնահատական։ Հետո ժամանակին համընթաց, չէ՞ որ մենք գործ ունենք ժամանակի հետ 2018 թվականից արդեն բավականին շատ տարիներ են անցել, տեսանք, որ կրկին գոյություն ունեցող կամ հաստատված աշխատավարձը բավարար չէ այն նպատակներին հասնելու տեսանկյունից, որոնք իր առջև դրել է կառավարությունը։ Կառավարությունը ինչ նպատակներ է դրել իր առջև ունենալ անկաշար, բարևարկ եւ պրոֆեսիոնալ կադրեր։ Հիմա եթե այդ նպատակներին հասնելու ճանապարհը աշխատավարձի բարձրացումն է,
Այլ ուրեմն պետք է բարձրացվի եւ ներողություն մենք ինտեգրեցինք ատեստացիոն համակարգերը։ Նույն քրեակատարողական ծառայողների աշխատավարձը կարող է ատեստացիա անցնելու պարագայում բարձրանալ։ Զինվորական ծառայողներինը եւս, ոստիկանության ծառայողներինը եւս։ Դատական իշխանության համակարգի հետ կապված 40%-ից ավել բարձրացվել են աշխատավարձերը։ Իրավապահ համակարգի հետ կապված կրկնակի են բարձրացվել աշխատավարձերը, այսինքն մենք բոլոր ուղղություններով ենք աշխատել։ Տիկնախարար, այստեղ խոսքը այն մասին չէ, որ պիտի եւ աշխատավարձը բարձր չլինի։ Կարծում եմ բոլորն էլ օբյեկտիվորեն գնահատում են, որ պետական պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա։ Պարզապես այդ աշխատավարձը պիտի փոխկապակցված լինի նվազագույն թե միջին աշխատավարձի հետ որոշակի գործակցով։ Եվ ընդ որում այդ գործակիցն են միջազգային փորձը կա, թե ինչքան կարող է լինել, այդ գործակիցն էլ պիտի լինի ողջամտության սահմաններում։ Մեր գործակիցների մասին օրենքը բավականին հնացած եւ թույլ տվեք պատասխանատվություն ստանձնել եւ ասել, որ խառնված է իրար։ Ինչու, որովհետեւ շարունակաբար փորձերի արդյունքում բարձրացնել որոշ մարմինների աշխատավարձերը, այդ օրենքի տրամաբանությունը խախտվել է։ Մեկ ընդմիշտ պետք է սահմանել, գործակիցը սահմանել ողջամիտ գործակից եւ այդ հարցը որակը։ Ես կարծում եմ պարգևավճար, հավելավճար, սա աշխատանքի գնահատում է, ոչ սա պարգևավճար է, այդ ինչ է կարել, որ պարգևավճար է, այդ խոսակցությունները չեն դադարել։ Ես այո, եւ գուցեև ինչ-որ հուզական ֆոն են ստեղծում, բայց մի բան պարզ է։ Սա այս պարգևավճարները նկատի ունեմ պիլոտային նախագծի արդյունք են։ Ես կարծում եմ, որ վատ բան չէ ինչ որ մի բան պիլոտավորել, հետո բերել օրենքի մակարդակ։ Պիլոտային նախագիծը այն մասին էր, որ յուրաքանչյուր նախարարության, պատկան մարմնի աշխատանքը պետք է գնահատվի հիմնվելով այն արդյունքային ցուցիչների կատարողականի վրա, որոնք նախասահմանվել էին պիլոտային ծրագրից առաջ։ Սա է։ Շատ լավ։ Մեկ հարցելու ավարտենք, արդեն մեր ժամանակը վաղուց սպառվել է 2026 թվականի համար 1, 2, 3 բան, որ առաջնահերթություն են։ Սահմանադրությունը, սահմանադրության տեքստի մշակումը առաջնահերթություն է, թվայնացման օրակարգը, մենք պետք է շարունակենք հեշտացնել մեր քաղաքացիների կյանքը այն ոլորտներում, որտեղ արդարադատության նախարարություն ծառայություններ է մատուցում, խոսքը իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի մասին է, գործակալության մասին է, չնայած արդեն մի շարք ծառայություններ հիմնականում թվային կարողանում ենք մատուցել մեր քաղաքացիներին, խոսքը նոր դատավարական էլեկտրոնային համակարգերի ներդրման մասին է եւ շատ մեծ եւ կարեւոր նախագծերի մասին է, ես կբավարարվեմ նշելով միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մասին, որը մենք հանձնառել ենք վերջապես ունենալ մեր երկրում։ Շնորհակալ եմ զրույցի համար, ձեզ հաջողություն։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։